ուրեմն ամեն ինչ արել են որ տարածք տան, հետ տան, թույլատրել են մեր պետությունը, քանդել են մեր պետությունը։ Ու նախագահն իր բերանով ասել, դուք լսել եք բոլորը, 800 հեկտար անպիտան հողեր, որ ոչինչ, հետո կարող է հետ վերցնենք 100 զոհ տան։ Ասենք Արցախը կարող է հետ տան վերցնեն 1000 զոհ տան, հետո հետ չպետք է վերցնենք, որտեղ 1000-ը այնտեղ են զոհ տալու։ Սա ընդհանրապես պարտավորական մոտեցում է, պարտավորական քաղաքականություն է, որտեղ իրենք գիտեն, իրենք ժողովրդի ընտրյալը չեն, իրենք թալանով մարտի 1-ի դեպքերով եկել են իշխանության։ Դրա համար ոչինչ չեն անում, որ Արցախը չտան։ Իրենց արած ամբողջ քաղաքական ղեկավարումը երկրի ամեն ինչ անում են, որ Արցախը հետ տան, Հայաստանն էլ հետը։ Ինչու բաժանվել։ Ինչու, որովհետև Թշնամին գիտի, որ մենք օրորի թուլանում ենք։ Հնարավորություն չենք ունենալու պահելու պատերազմի դեպքում լայնածավալ։ Ու չի բացառվում ամեն րոպե պատերազմը սկսվի։ Եթե ես չեմ սխալվում, Ալիևը մի քանի տարի առաջ հայտարարություն էր արել, հուշել էր մեզի, մեր համար է աշխատում Ալիևը։ Ասել է Հայաստանի հետ Արցախի հետ ինչի պիտի պատերազմ անենք, զորքով զոհեր տանք։ Մարդ չի մնում, Հայաստանը դատարկվում է, ոտքով կգնանք գրավենք։ Ու դա լինելու է, եթե այսպես շարունակի։ Բանակցային մակարդակում հայկական կողմի դիրքերը մարտավարությունը ինչպիսի պետք է լինեն։ Ուրեմն այնպես են խճճել, այնպես են խառնել, այնպես են թույլատրել, որ